Աշտարակ Սասունիկ ավտոճանապարհին կողաշրջվել է դպրոցականներին էքսկուրսիա տեղափոխող ավտոբուսը։ ՆԳՆ-ի հաղորդած տվյալներով երեխաներն ու ուղեկցող մեծահասակները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։ 3 երեխա լրացուցիչ հետազոտությունների նպատակով տեղափոխվել է Երևան։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ բուժօգնության է դիմել 30 երեխա եւ 6 մեծահասակ։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտություններ եւ դուրս գրվել։ Երևան տեղափոխված 3 երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի պատճառները դեռևս պարզվում են։ Համբավգետում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող քույրերից մեկի 7-ամյա Նարեի մարմինը, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորում 7 եւ 13 տարեկան քույրերը դուրս են եկել տանից եւ չեն հասել նախատեսված վայր։ Որոնողական աշխատանքները շարունակվում են փրկարարների, ոստիկանների, կամավորների եւ ջրասուզակների մասնակցությամբ։ Տեղացիների խոսքով գետի մյուս ափ անցնելու համար բնակիչները հաճախ օգտվում են խորհրդային տարիներից մնացած խողովակից, թեև մոտակայքում հետիոտնային կամուրջ կա։ Խողովակից են էլ ինգել է դեոր մասի, հա։ Իսկ նմանատիպ դեպքեր էլի եղել են տվյալ հատվածում մարդիկ ընկել են գետը։ Հա, էլի են եղել դեպքեր, հա։ Հա, էլի են եղել։ Ասում են խողովակը ցանկապատված է եղել, որպեսզի մարդիկ չկարողանան այդ հատվածով հատեն գետը, ինչու են հանել այդ ցանկապատը։ Ինչ իմանամ։ Հա, տարիներ առաջ այդտեղ ռեշոտկա էլ են արել, հետո անհետացել, հա։ Ո՞վ է հանել։ Ես ինչ իմանամ ով է հանել, շրջանի ժամանակ մենք երեխա ենք եղել, անդարդ հեծանիվ ենք շեմ ապրում ենք, էլ է շատ գիտեմ։ Բայց որ այդ խողովակը պետքա տեից հեռացվի 100%։ Ասում են գազատար խողովակ է։ Տո չենք գազատար, այդ խողովակ տեսել եք դուք։ Երեք այդ լրագրողներին էլ եմ տարել, տրուբ են ձերը քանդել եմ, ցույց եմ տվել։ Այդ տրուբը հենց ծնդի գցած է։ Այդ սուտի շուխուրա գազի տրուբա, մեկն ասում է կալեզացիա գնամ, մեկն ասում է տոկա գնամ։ Ոչ մի բան էլ չի գնամ, հենց այնպես գետեմ գցած տրուբա է։ Այս բան չկա։ Կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հեղափոխությունը հաղթում է։ Սա է մեր ընտրությունը։ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Տեղի ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն դուք այսինքն համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշարքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ։ Ու ասենք Հայաստանի որևէ մեկ ուզում է չքմեղանա։ Բերեն օտարերկա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ազգային ժողովի գաղտնի բաները, արձանագրությունները փողով դուրս է տալիս։ Եվ որևէ մեկը պետքա չքմեղանա։ Ու սա ընտրություն չի, սա երեխաների, ոչ, սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է, եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետքա ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, ես կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ 24 թվին ոնց ասի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացի օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, բելարուսացի, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ։ Ու իրանց շոշափուկների եւ մետաստազներին ջախջախելու եմ հասցեական բոլոր հնարավոր միջոցներով։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Այս process-ը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Հունիսի 7-ի խորհրդանի ընտրություններից հետո քննարկումների կենտրոնում է այն հարցը, թե արդյոք քաղաքացիական պայմանագիրը կարող է իր ներկայիս մանդատներով նախաձեռնել եւ ընդունել նոր սահմանադրություն։ ԿՀ հրապարակած վերջնական արդյունքներով ՔՊ-ն կունենա 64 մանդատ, ուժեղ Հայաստանը 29, իսկ Հայաստան դաշինքը 12։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի գնահատմամբ այս արդյունքները իշխանությանը տալիս են լայն լիազորություններ, սակայն չեն ապահովում նոր սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։
Քաղաքացիական պայմանագիրն ազգային ժողովում ունի 3/5 մեծամասնություն, ինչը բավարար է բազմաթիվ կարևոր որոշումներ ընդունելու համար, սակայն բավարար չէ նոր սահմանադրություն ընդունելու կամ սահմանադրության հիմնարար դրույթները փոփոխելու նպատակով։ Այս հարցում կարևորն այն է, որ իշխանությունը չունի անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը։ Եթե ընդդիմադիր падգամավորները չմիանան ՔՊ-ին, ապա նոր սահմանադրության նախագիծը չի կարող իրավական ճանապարհով ընդունվել կամ դրվել հանրաքվեի։ Միաժամանակ չեմ բացառում, որ իշխանությունը փորձի այլ լուծումներ գտնել։ Այդպիսի մտահոգությունների հիմք են տալիս նաև Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի հայտարարությունները քաղաքացիների հանրաքվեի անմիջական իրավունքի մասին։ Կարծում եմ, իշխանությունները կարող են փորձել շրջանցել սահմանադրության 202-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը, սակայն գործող իրավակարգավորումների պայմաններում դրա համար օրինական ճանապարհ չեմ տեսնում։ Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ ընտրություններից հետո իշխանությունը շարունակում է իր քաղաքական օրակարգի իրականացումը, իսկ ընդդիմությունը դեռևս հստակ քայլերի չի անցել։ Նրա գնահատմամբ հատկապես կարևոր է, թե ինչ որոշում կկայացնեն խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը մանդատներ վերցնելու հարցում։ Փաշինյանը շարունակում է իրականացնել իր նախընտրական օրակարգը՝ սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու եւ երկիրը նոր զիջումների տանելու քաղաքականությամբ։ Այս պայմաններում կարևոր է հասկանալ, թե ինչ ճանապարհով է շարժվելու ընդդիմությունը, հատկապես այն քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են խորհրդարան անցնելու շեմը։ Մանդատ վերցնել չվերցնելու հարցը չի կարելի դիտարկել միայն ԱԺ գնալու կամ չգնալու տրամաբանության մեջ։ Այդ որոշումը պետք է բխի եւ ընտրողներին տրված խոստումներից եւ քաղաքական այն նպատակներից, որոնք հռչակել են տվյալ ուժերը։ Մինչ իշխանությունները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը եւ փակել ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների թեման, ընդդիմությունը դեռևս հապաղում է եւ հանրությանը հղում է իրավիճակին ոչ համարժեք ազդակներ։ ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունները, նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ Մեղադրանքը վերաբերում է նախապատրաստությանը։ Ընտրակաշարք տալու նախապատրաստություն։ Այո, նախապատրաստություն։ Չգիտեմ, անկեղծորեն չգիտեմ ինչն է, որովհետև մեղադրանքից ընդհանրապես դա հասկանալի չէր, բայց ստացվում է մեղադրանքը նախապատրաստության մասին է, մեղադրանքի բովանդակությունը բացառապես կարելի է համարել քաղաքական նպատակ ունի, բովանդակությունն էլ բացակայում։ Այսինքն ես նման միջնորդություն չէի տեսել։ Ամեն դեպքում գործունեությանս որոշակի փորձը վկայակոչելով կրկին եմ ուզում ասել, ես նման միջնորդություն չէի տեսել, ես չեմ տեսել դեպք, որ անձը հենց քննչականի նախաձեռնությամբ գործի բոլոր հանգամանքները իմանա։ Հիմա լրագրողներից մեկը արդեն վկայակոչում էր գործով առանցքային կարգավիճակ ունեցող անձին։ Դրա մասին գիտեն բոլորը։ Դրա մասին գիտի Ղազինյան, այո, դա է։ Ղազինյան Դավիթը շատ լավ տեղեկացված էր դրա մասին։ Չգերագնահատելով իմ անձը, բայց ուղղված է եւ իմ ակտիվության դեմ, եւ մեր քաղաքական ուժի տարբեր անոնսները տվել են արդեն, այնպես որ զարմանալի չի, գաղտնիք չի։ Եվ ես համոզված եմ, որ հաղթանակ անպայման լինելու է, ինչ վերաբերում է մեր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել փոքրիկ խմբակին, համոզված են, որ մոլորության մեջ են, իրենք էլ են մերը եւ ունենալու ենք անպայման շատ ուժեղ Հայաստան, որպեսզի այսպիսի բաներ չլինեն։ Ինչ վերաբերվում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում Մաքրուին է, միշտ ես հումորով ասում եմ, լավա չեն ասում, ասել այս 1.4 ուրիշ բանի վրա չծախսեք հանգարցա միայն ընտրակաշառքի գումարը, այսինքն չկա այստեղ իրավական ոչ մի բան։ Չկա այդպիսի գումար։ Ես չգիտեմ ով ում ապավ ինչ արել, չկա այդպիսի գումար։ Նախ եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ինչ է նշանակում։ Ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ որ մեկին, ասել եմ սա ընտրակաշառքի գումար է։ Absurd է։ Միջազգային մամուլում վերջին օրին ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ-Իրան հնարավոր 14 կետանոց համաձայնագիրը։ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի գնահատմամբ, եթե շրջանառվող տեղեկությունների թեկուզ մի մասը համապատասխանում է իրականությանը, ապա դրանք լուրջ հարցականի տակ են դնում TRIP նախագիծը, որը Հայաստանի իշխանությունները ներկայացնում էին որպես տարածաշրջանի ապագայի կարևոր ուղղություն։
Եթե ԱՄՆ Իրան հնարավոր համաձայնագրի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների մի մասն անգամ իրականություն դառնա, ապա ակնհայտ կլինի, որ թրիփ նախագծի շուրջ ձևավորված պատկերացումները չեն համապատասխանում տարածաշրջանային զարգացումների ընթացքին։ Քննարկվող մի շարք դրույթներ հիմնված են Իրանի անվտանգային շահերի հաշվառման վրա, ինչը հակասում է այդ նախագծի հիմքում ընկած մոտեցումներին։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունները շտապել էին որոշ արտաքին նախաձեռնություններ ներկայացնել որպես արդեն կայացած իրողություն, մինչդեռ պետական քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե ցանկությունների կամ քարոզչական թեզերի, այլ ազգային շահի եւ տարածաշրջանային իրողությունների իրատեսական գնահատման վրա։ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը Հայաստանի օգտակար հանածոների նկատմամբ վերջին շրջանում նոր քննարկումների առիթ է դարձել։ Փորձագետ Վահե Դավթյանի գնահատմամբ, եթե այսօր ուշադրության կենտրոնում են քրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև Հայաստանի թերթաքարային պաշարները, որոնց նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունը նոր չէ։ Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունը ձևավորվել է դեռևս տասնամյակներ առաջ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության ուսումնասիրությունները տարբեր տարիներին արձանագրել են զգալի պաշարների առկայություն Արամուսի, Դիլիջանի, Իջևանի, Շամուտի եւ Ջերմանիսի շրջաններում։ Այսօր, երբ ԱՄՆ-ն ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի քրիտիկական հանքանյութերի նկատմամբ, չի կարելի բացառել, որ ուշադրությունը աստիճանաբար տարածվի նաեւ այլ ռազմավարական ռեսուրսների, այդ թվում թերթաքարային պաշարների վրա։ Այս գործընթացները դիտարկվում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհատնտեսական համատեքստում։ Այդ պատճառով կարևոր է, որ Հայաստանի բնական ռեսուրսների կառավարման հարցում առաջնահերթ լինեն պետական եւ ազգային շահերը։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների գործերով վերաքննիչ բողոքների քննությունը։ Նիստի ընթացքում Արցախի ԱԺ-նախագահ Դավիթ Իշխանյանին հնարավորություն է տրվել առանձին հանդիպել իր փաստաբանի հետ, նաև ծանոթանալ նախորդ դատական նիստի արձանագրությանը։ Այնուհետև ելույթ է ունեցել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Նացականյանի պաշտպանը, պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին։ Նացականյանը միացել է պաշտպանի դիրքորոշմանը եւ ներկայացրել իր փաստարկները։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 23-ին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ամերիկացի կոնգրեսական Աբրահամ Համադեին, որը հեղինակել է Ադրբեջանի նկատմամբ կիրառվող 907-րդ բանաձևի սահմանափակումների չեղարկման օրինագիծը։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո Ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները դրական զարգացում են ապրում։ Կողմերը քննարկել են նաև թրիփ միջանցքի ստեղծման հնարավորությունները, այն դիտարկելով որպես տարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության զարգացման նախագիծ։ Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության 2024 թվականի ապրիլի 19-ից 25 թվականի հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել էր 2012 թվականին։ Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել էր 1970-ականներին։ Մեծյոթնյակի երկրների առաջնորդները հայտարարել են, որ շարունակում են միասնական աջակցել Ուկրաինային, ներառյալ նրա տարածքային ամբողջականությանը եւ պատրաստվում են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կխստացվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում նավթի եւ գազի ոլորտներում։ Միաժամանակ մեծյոթնյակի առաջնորդները ողջունել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը եւ հայտնել, որ պատրաստ են աջակցել դրա իրականացմանը։ Նրանք նաեւ ընդգծել են էներգամատակարարման ուղիների դիվերսիֆիկացման, Հորմուզի նեղուցից կախված նվազեցման եւ էներգետիկ պաշարների ավելացման անհրաժեշտությունը։